Բարի օր բոլորին, Mountain Eye Farms, Տավուշ, Դիլիջան ազգային պարկ, Ջրաղացի ձոր, այսօր 2025 թվականի ապրիլի 22-ն է և ապրիլյան վերջին Ջրաղացի ձորը այսպիսի տեսք ունի։ Սա լինելու է մի քիչ կարճ վիդեո, որովհետև մեզ այցելել են հերթական պատվիրակությունը Շվեյցարիայից, որոնք ծանոթանում են մեր աշխատանքին, տալիս են հարցեր, պատմեն իրենց մեծ ոնց է և անընդհատ հուշում են, թե ինչ կարող ենք մենք սովորեցնել շվեյցարացիներին։ Շատ լավ է, ուրախ ենք, բաց մարդիկ են և հատկապես այն մարդկանց խումբն է, որը նաև մեզ օգնում է կառուցել մեր կրթական կենտրոնը այստեղ։ Սա Ջրաղացի ձորի համայնապատկերն է հարավից հյուսիս։ Ինչ է փոխվել մեզ մոտ։ Մենք թևակողել ենք երկու շատ կարևորագույն ժամանակաշրջան, մեկը որ մեր մոտ ծնի սեզոնն է և մենք ունենք արդեն փոքր հորթեր ծնած, մեկ զույգ, որը ում պատմես կզարմանա, որ մենք ամեն տարի զույգ ենք ունենում մեկ կամ երկու։ Երկրորդը, որ մենք հիմա ոտքը կախելու և խոտը չփչացնելու և չթունավորվելու սեզոնի մեջ ենք։ Խոտը այս տարի աճում է շատ արագ և նա շատ հեշտությամբ կարող է թունավորել կենդանիներին, մենք արդեն մի դեպք ունեցել ենք այս տարի։ Հարկավոր է զգույշ լինել, այսինքն պահուստավորված այսպիսի դեղին չորացած զանգվածով հարոտավայրեր ունենալ և կերակրել կենդանիներին նաև պահուստավորված խոտով, կիսով չափ, որպեսզի կարողանանք թռնենք այս թունավոր խոտի սեզոնից։ Ժողովուրդ, եթե խոտը արագ աճի գարնանը, կենդանիներին այնտեղ մտցնելը կթունավորի նրանց բառացիորեն և չեք հասցնի նույնիսկ վրա հասնել, չեք հասցնի նկատել, դա շատ արագ մահ է, շատ արագ, աննկատելի, այնպես որ հարկավոր է զգույշ լինել և աչալուրջ լինել, անպայման այս անցումային շրջանում, որպեսզի չառաջանա կենդանիների մոտ կերակրային ստրես, մի ռացիոնից մյուսը արագ, ուրեմն տուգավորված խոտ առավոտյան նոր թողեք, որպեսզի գնան արոտի և անպայման հարկավոր է ունենալ ճիշտ միներալներ, մագնեզիումից, հատկապես մագնեզիումով հարուստ, սա կարևոր է և հենց դրա համար հարկավոր է այս սեզոնից զգույշ լինել։ Մենք երևի 10 օր ունենք դեռ անցկացնելու այդ միջանկյալ սեզոնի մեջ, դրանից հետո կարող ենք ուրեմն արդեն ազատ թողնել այն գեղեցիկ և կանաչ արոտները, որը վերադառնում են։ Սա մեկ ուրեմն խորհուրդ է և նկատառում է այս սեզոնի հետ կապված։ Դուք տեսնում եք, որ մենք դեռ ծառի վրա ունենք ձուն, լիքը ունենք ջուր, այսինքն գետերը վարարած են, ոչ այնքան շատ վարարած, ինչքան որ բոլորդ կարող է սովոր լինեք տեսնել վարարած գետերի դեպքում, բայց մեր գետերը հիմա շատ վարարած են և կարելի է այս պահին գետի մի կողմից մյուսը անցնելը մեր համար և կենդանիների համար անհնար է, բայց ավելի վարարած իմանալ ոնց և ինչպես եք կառավարում, մենք պետք է սպասենք երևի ևս 10 օր և փորձենք ցլերին առանձնացնել
առանձին արտավայր Ջրաղացի գետի այն մյուս լանջը ձախ ափը շատ գեղեցիկ ափ է որպեսզի կարողանանք նաև կառավարել մեր ծնի սեզոնը հաջորդը մենք ծնի սեզոնի մեջ ենք հիմա ապրիլ մենք ունենք 4 թե 5 արդեն 5 կարծեմ փոքրիկներ ծնված ասացի մեկը զույգ ծնի սեզոնը շարունակվում է եւ կշարունակվի ամբողջ ապրիլ եւ մայիսի ընթացքում մեր ամեն տարի մեր ծինը հավելանում է մենք դա սպասում ենք եւ այդպես էլ պլանավորում ենք մենք հասցնենք երևի կրկնապատկել մեր գլխականակը երևի եթե ոչ 3 տարվա ընթացքում ես նաև բոլորին խրախուսում եւ կաչալերում եմ նայել մեր վեբկայքը, որտեղից դուք կարող եք առցանց գնել մեր արտադրանքը։ Մենք հիմա մեր շվեյցարացի ուրեմն պատվիրակության հետ իջնելու ենք Ջրաղացի ձորից դեպի Գեղատապ։ Ես երևի ճանապարհին կանեմ մի քանի վիդեո, միգուցե խնդրեմ նաև որպեսզի հարցազրույց տան, տեսնենք կտան, լավ է, չեն տա, էլի լավ է, եթե կտան, կթողենք տեղադրել, թե չեն թողի, կտեսնենք, բայց սա է այսօրվա մեր աշխատանքի մի մասը, կան մեքենաները կանգնած են, երևի սպասում են մինչև ես իրանց ասեմ ինչ են անելու, բայց ծրագիրը Ջրաղացի ձորից մինչև Գեղատապ քայլել է Դիլիջան ազգային պարկով նրա սրտի միջով ամենակենտրոնով այս գեղեցիկ ուրեմն համայնապատկերը, որը անկրկնելի է ամենուր Հիմա պետք է սպասեմ տղերք ասեցին իջնում են Գեղատապ Իչեք ընդերից կգնան, գերևի ոտով կետան Ոտով ես գնեմ? Հաջան? Ոտով ես գնեմ? Հա, ոտով Մենք դեռ սպասում ենք մեր լավագույն սեզոնին, որը սկսվում է մայիսից, երբ որ մենք առանձնացնում ենք ցլերին, որպեսզի չլինի առանձին ուրեմն բեղմնավորումներ, որոնք կհանգեցնեն ձմեռային ծներին, չնայած հավանաբար տեսնում ենք, որ բոլոր կենդանիները հղի են արդեն եւ ծածկում դժվար թե լինի, բայց ամեն դեպքում հարկավոր է առանձնացնել ցլերին, որպեսզի չխանգարեն մայրերին աճեցնել իրենց փոքրիկներին, որը մեր համար շատ կարևոր է եւ առանձին ցլերի համար ունենք պետման ծրագիր այս տարի, հատկապես նրանց համար, որոնք պետք է հանձնվեն այս տարի։ Պետք է մի բան ասել նաև մեր արտադրանքի մասին, որ մենք կարողացանք այսօր բերել ենք մեր արտադրանքը եւ նկարները արել են ուրիշները, ես զբաղված էի, բայց մենք ստեյքերը պատրաստեցինք հենց կրակի վրա, հենց մեր մոտ ֆերմա եւ մատուցեցինք մեր բարեկամներին
եվրոպացի եւ չգիտեմ, ինձ շատ թուր եկավ, իսկ իրենց ավելի շատ քան թե ինձ, այնպես որ այո, մենք ունենք լավ եւ համով արտադրանք։ Կրակի վրա ենք, ցանցի վրա ենք պատրաստել, տեղում կամին շատ էր, վիդեոներ կան որոշ, որը ես կխնդրեմ, որ ուղարկեն, որը ես նաեւ կտեղադրեմ մեր կայքում, կարճ վիդեոների մեջ կարող եք տեսնել։ Ես պետք է ասեմ, որ նաև մենք սկսում ենք մարքեթինգային գործողություն մեր արտադրանքի վերաբերյալ։ Այն ինչ է սպասում մեզ, որ մենք վերջապես կվերջացնենք մեր ուրեմն կվերջացնենք մեր ուսումնական կենտրոնի կառուցումը բավականին շուտով, մայիսի մեջ եւ կունենանք բոլոր հարմարությունները եւ ուսանողների եւ այլ այցելուների համար։ Այնպես որ համեցեք մեր մոտ Mountain High Farms, Ջրաղացի ձոր, Տավուշի մարզ, Դիլիջան ազգային պարկ։ Այսքանն է ուզում այսօր ասել, մի քիչ կարճ եմ ուզում պահել վիդեոն, որովհետեւ իմ պատվիրակությունը արտասահմանցիների անցել է առաջ, ես պետք է հասնեմ իրանց մի քիչ երևի ավելի արագ քայլելով։ Շնորհակալություն եմ հայտնում մեր ալիքին հետևելու համար, հետևեք, բաժանորդագրվեք, մենք արդեն 2000-ից ավելի բաժանորդ ունենք, տարածեք մեր վիդեոները, որպեսզի այլոք կարողանան տեսնել եւ կարողանանք նաեւ լինել օգտակար նրանց համար։ Եվ ինչպես միշտ ես ուրախ եմ պատասխանել ձեր բոլոր հարցերին YouTube-յան մեր ալիքում եւ այլուր։ Շնորհակալություն եւ կտեսնվենք։